Դավթի Սաղմոսներ 11 Ընդդեմ ստախոս աշխարհի Փրկիր ինձ Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիների մեջ, ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով, Տերը կոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախոս, որոնք ասացին, երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ ով է մեր Տերը։ Աղքատի տառապանքին և տնանքի հեծության համար այժմ ես կելնեմ, ասում է Տերը, կբերեմ իմ փրկությունը և վստահ կլինեմ նրանց վրա։ Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ, յոտնապատիկ մաքրված և զտված հողից։ Դու, Տեր, պահպանեցիր մեզ և փրկեցիր այս ազգից մինչև հավիտենություն։ Ամեն կողմ ամբարիշտներ են շրջում, քո բարձրության համեմատ դու մեծություն տուր մարդկանց որդիներին։ Սաղմոս 12 աղոթք օգնության։ Մինչև երբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև երբ պիտի շրջես երեսդ ինձնից, մինչև երբ խռով կունենամ իմ հոգում և ամենօրյա ցավ իմ սրտում, մինչև երբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա, նայիր և լսիր ինձ, Տեր իմ Աստված, լույս տուր, Տեր, իմ աչքերին, որ երբեք մահվանքուն չմտնեն։ Թշնամիս թող չասի, թե հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ։ Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տեր, սիրտս հրճվեց քո փրկագործությամբ, կօրհներգեմ քեզ, Տեր բարերարդ իմ։ Սաղմոս 13 մարդկանց անօգնականությունը։ Անզգանն ասաց իր սրտում, թե չկա Աստված, ապա կամվեցին ու պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի։ Տերն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին, տեսնելու, թե կա մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան։ Բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի։ Ինչպես չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրենություն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին, իբրև կերակուր ու հաց, և Տիրոջը չեն դիմում։ Այնտեղ են երկյուղից սարսում, ուր երկյուղ չկա, քանզի Տերը արդարների ազգի մեջ է։ Աղքատի մտածմունքը ամոթ համարեցին, Տերն է հույսը նրա։ Ով կտա Սիոնից փրկությունն Իսրայելի, երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա և Իսրայելն ուրախ կլինի։ Սաղմոս 14 Ինչ է պահանջում Տերը։ Տեր, ով պիտի ապրի քո վրանում, կամ ով պիտի բնակվի քո սուրբ լերան վրա, նա, ով ամբասիր է ընթանում արդար գործ է կատարում, ճշմարտություն խոսում իր սրտում, ով չի նենգել իր լեզվով և ընկերոջը վատություն չի արել, մերձավորներից նախատինք նա չի ստանում, և չարագործը անարգված է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկյուղ ունեն Տիրոջից։ Երդվում է իր բարեկամին և երդումն իր չի դրժում, իր արծաթը վաշխով չի տալիս, իրավունքի դեմ կաշառք չի վերցնում, ով հանում է այս, նա հավիտյան չի սասանվի։ Սաղմոս 15 աղոթք վստահության։ Պահպանիր ինձ, Աստված, քանզի քեզ վրա դրի հույսն իմ, Տիրոջն ասացի, իմ Տերն ես դու, ինձ արված բարիքները քեզնից են, քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործությամբ ցույց տվիր իմ բոլոր ցանկությունները։ Շատացան նրանց հիվանդությունները, որ այսուհետև հաճախակի են դառնալու, չեմ մասնակցի նրանց արյունալի հավաքներին, և նրանց անունը չեմ հիշատակի իմ շրթունքներում։ Տեր, իմ ժառանգության և իմ բաժակի բաժին, ժառանգությունս դու ես կրկին ինձ վերադարձնելու, ինձ վիճակ ընկավ ընտրյալների մեջ լինելու,
եւ իմ բաժին ժառանգությունն աճելի եղավ ինձ։ Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին։ Սկզբից եւ այդ Տիրոջը մշտապես տեսնում է իմ առջև։ Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար ուրախ եղավ սիրտն իմ եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կհանգստանա հույսով, քանզի դժոխքում չես թողնի դու ինձ։ Եվ քո սրբին ապականություն տեսնել չես տա։ Ինձ ցույց տվիր կյանքի քո ճանապարհները, քո աճի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ ուրախությամբ։